Շարունակում ենք ուրիշ նորություններ, այսօր հիշեցնենք կոկտեյլների միջազգային օրն է, այդպիսի պատվի արժանացել ասպարեզը, օրինակ չկա, ատաղծագործի օր չկա։ Չէ, պետք է լինի։ Բոլոր մասնագիտություններով, բայց բարմենները այսօր փոքրիկ տոն են նշում, իրենց մասնագիտական տոնը, եւ այսօր մենք առիթ ունենք ստուդիայում ողջունել բարմենի, գործող բարմենի, Դավիթ Հովհաննիսյանն է մեզ հետ, մարդ ով 20 տարուց ավել է իր գործով է զբաղվում եւ անում է դա շատ լավ, անձամբ ճանաչում եմ, անձամբ վայելել եմ այն հմտությունները, որը որ առանձնացնում է լավ բարմենին, մի խոսքով ուրախ եք շատ, որ այստեղ ես Դավիթ ջան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Այսպեսի կարծիք չի, ասում են բոլոր դիջեները տեսել են բոլորին ապարելիս, իսկ բարմենները գիտեն թող ինչ է սիրում խմել եւ ինչպես է խմում։ Իսկ այդպեսի բան կա, բարմեններն էլ մարդկանց տեսնում են գինով ցած հաճախ, disclaimer անեմ, ասեմ, որ ալկոհոլը ապացուցած է, որ ցանկացած քանակի մեջ վտանգավոր է օրգանիզմի համար, թունավորում է տոքսիկացիա է, մի խոսքով նույնիսկ այդ 50 գրամ ուտելուց առաջ նորմալ բան չէ։ Եզակի դեպքերում այո, ինչու ոչ, բայց ամենօրյա սովորության դեպքում կարող է վատ զարգացումների բերել, ինչպես մենք դեմից ասենք, որ մենք չենք քարոզում ալկոհոլ օգտագործել, հակառակը մենք կողմնակից ենք այն օգտագործել չափավոր առիթից առիթ կամ ինչ-որ պայմաններում, որտեղ որ կարծես որևիցե վատ զարգացում լինել չի կարող, առավել ևս ուզում ենք զգուշացնել, որ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը կամ այսպես ճշգրիտ աշխատանքներով զբաղվելը, որտեղ որ ուշադրություն է պահանջվում, օրինակ հաստոցի մոտ մենք բոլոր դեպքերում խորհուրդ չենք տալիս եւ հակառակը։ Հիշեցնում ենք, որ տանը սպասում են, ինչպես որ մայրուղիներում։ Իմիջիանոց ասեմ, մայրուղիների վրա փակցրած պաստառներից ամենից ազդեցիկ էս դա է, որ քեզ տանը սպասում են ընտանիքի նկարով, երևի դրանից թափեցնող, չէ՞, պաստառ դժվար է պատկերացնել։ Դավիթ, մի քանի հարց կա, հա, քաղաքացիների անունից բարմեններին, ես մանրամասն խոսեցի, որ ալկոհոլը վտանգավոր է, բոլոր դեպքերում նույնիսկ շատ չնչին քանակությամբ եւ վնասում է առողջությանը, բայց դա չի խանգարում այնուամենայնիվ մարդկանց, չէ, անապերությամբ սպասել հանգստյան օրերին կամ առիթի, երբ որ նստելու է սեղանի շուրջ, հաց ուտեն եւ ալկոհոլ օգտագործեն։ Ինչ են խմում բարմենները։ Հասկանալի է, որ նա բարմեն ով ինչ սիրում է եւ այլն, բայց երևի դրանց մեջ է, չէ, վտանգավորության աստիճանով կան վտանգավոր ըմպելիքներ, ասում են կոկտեյլները խառնել, չէ, գունավոր խմիչք, կա այդպիսի լեգենդ, որ գունավոր խմիչքը վնաս է, իսկ ոչ գունավորը չէ։ Ինչ ես դրա մասին մտածում որպես բարմեն։ Ես մտածում եմ, որ այդ մի քիչ ավելի շատ միֆ է, չնայած գոյություն ունի բժշկական հակացություններ, որոշ, ասենք, հիվանդությունների դեպքում, երբ որ խորհուրդ են տալիս օգտագործել անգույն խմիչքներ, այսինքն թափանցիկ, բայց սպիրտը ինքը նույն իր քիմիական էլեմենտն է, թե գունավորի, թե թափանցիկի, այսինքն այդտեղ տարբերություն չկա, թե ինչ ալկոհոլ ես օգտագործում։ Դա օրգանիզմի առանձնահատկությունից է բացառապես կախված։ Հա, մարդկա ուղղից է լավ լինում, մյուս ուղղի չի կարողանում, բայց կարողանում է լավ վիսկի խմել օրինակ շատ։ Ավելի շատ երևի քիմքի ու ճաշակի հարց է, թե ով ինչա նախընտրում ու նախատեսում, ասենք։ Մենակ ասենք համային ինչ որ բաներից ելնելով, հա, մարդկա օրինակ վիսկի է սիրում, վիսկի համն է սիրում, ես օրինակ չեմ սիրում։ Բայց հնեցված այսպես հա, բայց ինքը իր յուրահատուկ համը ունի, որ ես այդքան էլ չեմ նախընտրում, ու դա նորմալ է։ Բայց մարդկա որ շատ է սիրում հնեցված, շատ հնեցված, ծխեցված վիսկիներ գոյություն ունեն, որոնց որ համը շատ յուրահատուկ է ու իր ոնց որ պատրիբիցելը ունի։ Դավիթ, մի ուրիշ հարց սխալների մասին, որոնք հաճախ մարդիկ ալկոհոլ օգտագործելիս անում են, օրինակ կոնյակը խմում է շոթով, ինչպես օղին, այդպես չէ, կամ ներողություն,
չգիտեմ, թանկարժեք միացիկանի վիսկին խառնում են կոլայի հետ կամ հյութի եւ շատ այլ բաներ, երևի դու ավելի լավ կիմանաս։ Բարմենը ընդհանրապես միջամտում է, ինչ որ բան խորհուրդ տալիս եք, թե ես ճիշտ ասած դրա կարիքը չունեմ, որտեղ մշտապես հետևում եմ, գիտեմ ինչի հետ եւ այլն, կարծես մասամբ ամբողջությամբ չէ, բայց մեծ մասին այդ ցուցումների տիրապետում եմ, բայց այնուամենայնիվ ինչ ես դրա մասին դու մտածում որպես բարմեն, ընդհանրապես հազարավոր մարդկանց հետ ես, ինչպես ասում են, բարի ամյուս կողմից շփվել, խորհուրդ տալիս եք, ասում եք, որ դա այդպես չեն անում եւ այլն, թե նախընտրում եք դե խմում է իմ ասպես կարևորը Չէ, իհարկե խորհուրդ ենք տալիս, որովհետեւ ոնց որ մեր գործը մենակ չի կայանում նրանում, որպեսզի պատրաստենք ինչ-որ կոկտեյլներ կամ մատուցենք ինչ-որ խմիչքներ, մաքուր, թե որպես կոկտեյլ, քիչ ավելի ուսուցանողական ոնց որ առաքելություններ ունենք, որտեվ ես քանի որ 2005 թվականից եմ դեռ սկսել զբաղվել այս գործունեությամբ, այն ժամանակ ինֆորմացիան շատ քիչ էր, թե հյուրի համար, որ գալիս է բար կամ ակումբ, որպեսզի լիցքաթափվի, այնպես էլ նաև մասնագետների համար, որտեվ ինտերնետ, գրքեր, գրականություն շատ քիչ էր եւ ինֆորմացիան քիչ էր։ Բայց քանի որ մեզ մի քիչ ավելի շուտ էր հասնում այդ ինֆորմացիան, քան պատրիբիցելին, հա, հյուրին, ոնց որ մենք բերժը վերցեցինք ինչ որ առաքելություն, որպեսզի նաև ընթացքում, երբ որ մարդիկ գալիս են, սովորեցնենք, թե այս ալկոհոլը ոնց են խմում, այս մյուս ալկոհոլը ոնց են խմում, բայց վերջնական արդյունքում մարդը ոնց որ ինքն է ընտրում, թե ինքը ինչ եղանակով, հա, ոնց խմի։ Այսինքն երբ որ գալի միատիկային վիսկի է ուզում եւ ուզում է ինչ որ բանով խառնել, ասում եք ափսոս չի, հա, այսինքն կա այդ եղանակի համար, այսինքն ինչ որ բան կոլայով խմելու համար կա ուրիշ վիսկիներ, խառնուրդներ, այո, հա, այսինքն blended վիսկիներ կարող ես վերցնել եւ ոչ շատ հնեցված։ Դավիթ, իսկ ճիշտ է, որ բարմենը պետք է նաև մի քիչ չար բավականին հոգեբան լինի եւ ամեն մի շփումը սպառող այցելուի հետ ավելի ճիշտ նաև պետք է մի փոքր ներթափանցես մարդու ներաշխար հնարավորության սահմաններում հասկանալու ինչն է ստիպել գալ, միայն զվարճանքը, միայն ժամանցը, թե ինչ որ հոգս ունի, եւս դրա առաջարկ անել, հա, խմիչքի։ Գիտեք, սենց տարիների փորձից ելնելով մի հատ կետի ես գալիս հասնում, որտեղ որ հասկանում ես, որ ամեն հյուր տարբեր բաների համար է գալիս բար, ու պետքա կարողանաս հասկանաս մարդուն, թե ինչի համար է եկել։ Մարդկա տխուր է եկել է, սրտնեղված եկել է վիսկաթափվելու, ուզում է լռի ինքը։ Դրա համար համապատասխան խմիչք կա։ Խմիչք չկա, խմիչքը մարդը ընտրում այն ինչ որ ինքն է ուզում, բայց պետքա կարողանաս տրամադրել իրան այն միջավայրը, որտեղ ասենք բարի կանգնակի մոտ, հա, բարի ստոյկայի մոտ ունես 10-15 աթոռ եւ տարբեր հյուրեր ու ամենքը տարբեր բաների համար են եկել։ Մեկը եկել է ինչ որ նորություն լսելու, մեկը եկել է շփվելու, մեկը եկել է կիսվելու, մեկը եկել է լռի, մեկը եկել է ուրախանա, մեկը եկել է ինչ որ ծանոթանա, հա, ու ցանկացած հյուր ինքը կարևոր է մեզ համար։ Այսինքն մենք բոլորին պետքա հավասար չափաբաժնով ուշադրություն տանք, հնարավորինս չթողնենք մենակ եւ պետքա ամեն հյուր հասկանա, որ ինքը ամենակարևոր հյուրն է, որը որ շատ դժվար է, բայց սկզբնական շրջանում կարիերայի դա շատ դժվար անել, որտեղ փորձը ամեն դեպքում շատ կարևոր է։ Իսկ վերադառնալով կոկտեյլներին, կա այսպիսի մի տեղեկություն, թե համաշխարհային մակարդակում ամենահայտնի կոկտեյլը որն է եւ Հայաստանում արդյոք դա համընկնում է։ Օրինակ այդ պտուտակահան Screwdriver։ Բավականին հայտնի է աշխարհում եւ շատ հետաքրքիր պատմություն ունի, Միացյալ Նահանգներում է ծագել եւ այդ սպիրտը խառնելով հյութի հետ, նարնջի հյութի հետ, ամենաշատ առաջին սպառողները եղել են հենց հանքափորները
եւ խառնելու համար ձեռքի տակ ունեցել են հենց այդ պտուտակը, ինչի համար են ստացել այդ անունը։ Պարզապես այդ առհասարակ գոյություն ունեն կլասիկ եւ պոպուլար կոկտեյլներ աշխարհում։ Այդ ցանկը ղեկավարում է միջազգային բարմենների ասոցիացիան։ Այսինքն որոշ կոկտեյլներ դուրս են գալիս ցանկից, որոշ կոկտեյլներ մտնում են, որոշ կոկտեյլներ փոփոխության են ենթարկվում, հա։ Օրինակ Վլադիմիրին, կլասիկա է, չէ՞։ Այո։ Դայկիրին։ Դայկիրին նաև Կուբայի ազգային կոկտեյլն է։ Կլասիկ կոկտեյլները, ինչպես ոնց որ կարգն է, ամբողջ աշխարհում մատուցվում են նույն կերպ, կա բաղադրատոց։ Հայկական ազգային կոկտեյլ։ Ունենք այո, ապրիկոտա կոկտեյլն է, կոնյակի հիմքով պատրաստված։ Միայն Հայաստանում է թե արդեն դրսում էլ տարածում ունի։ Դե ոնց որ տենց մրցույթ էր հայտարարված ու պետք էր պատրաստել կոկտեյլ, որը որ կլինի ազգային ու հնարավորություն կլինի ամբողջ աշխարհում պատրաստել, այսինքն ցանկության դեպքում, երբ որ Սինգապուրում ուզենան պատրաստել այդ կոկտեյլը, ձեռքի տակ լինի այդ արտադրանքը։ Մենք կարող վերցնեինք օրինակի համար ինչ որ մեկ էնդեմիկ գինու տեսակից օրինակ, կամ գինու տեսակ կամ կոնյակի։ Դե կոնյակ, հիմքը կոնյակով է բնականաբար։ Եվ ծիրան։ Հա, ծիրանի ջեմ, կոնյակ, Ռենացին կարելի է փորձել։ Հիմա ինչ է կարծում Դավիթ, եթե գնանք որևիցե հայտնի երևանյան տեղ, հա, չգիտեմ, ռեստորանին կից, բար կամ ակումբ եւ այլն, բար եւ հասնենք ապրիկոտա, մեծ հավանականությամբ մեզ կպատրաստեն, հա, պետք է բոլոր բառերում լինեն, մի քիչ այդ տենդենսն ու այդ տրենդը մի քիչ է, մի ժամանակ երբ որ նոր էր դուրս եկել ապրիկոտան, կար մի հատ տենց ալիք, որտեղ որ բայց ինձ թվում է ազգային կոկտեյլը պետք է բոլոր բառերում լինեն, այսինքն ինքը պետք է լինի Եթե ոչ Հայաստանում, ապա որտեղ։ Հա, պետք է լինի մի հատ, ոնց է օրինակ, նեգրոնին բոլոր բառերում կա, դայքիրի կա, old fashion կա կոկտեյլը, պետք է ապրիկոտան լինի, մարգարիտան, դրանք կլասիկ։ Բազում կոկտեյլներ կան, ցանկ, որը որ եւ հայտնի եւ իրեն կլասիկայի ցուցակում են, արդիկ սովոր են դրան, բայց հեղինակային կոկտեյլները ասում են Էրնեստ Հեմինգուեյն էր։ Էրնեստ Հեմինգուեյը իր համար պատրաստել են դայքիրի Ֆլորիդի տաբարում, Կուբայի։ Հա, պատմությունը գիտես Դավիթ։ Մի հետաքրքիր պատմություն կա։ Անկամ ինչքան գիտեմ այդ բառում դե իր արձանը կա, բառի մոտ ու այն աթոռը որտեղ որ ինքը նստել է, по-моему փակցել են առաստաղին եւ իր համար մի քիչ ձևափոխել են, ճիշտ է։ Հասկանա, հարմարեցրել են իրեն, կարելի ասել։ Մանգոգի հետ կապված եւ կոկտեյլների հետ կապված հետաքրքիր ուսումնասիրությունն անցկացվել է Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Փոլ Վուլֆը։ Նա պնդում է, որ Վան Գոգի կտավները եւ դրանցում գերակշռող դեղինը պայմանավորված է նրանով, որ նկարիչը չարաշահել է աբսենթը, որի շատ քանակի դեպքում աչքին դեղին ավելի շատ է երևում։ Հնարավոր է, հա, ես այնպես վերցրել եմ։ Դե ասեմ ավելին, աբսենտի ազդեցության տակ իմպրեսիոնիզմն է ստեղծվել, ընդհանուր այդ ժամանակը։ Այն ժամանակվա աբսենտը հիմիկվանից տարբերվում է։ Շատ։ Տույոն քանակը բավականին պակասել է։ Ամենաուժեղ խմիչքն է, դա 80-ից ավել գրադուս ունի։ Չէ, երևի չէ, բայց մեջը կա պալին, չգիտեմ։ Տույոնն է, որ առաջացել է այդ հալյուցինացիաները, այո, կա այդպիսի բան, եւ ներկայիս վաճառվող աբսենտներում, որոնք խանութից կամ կավադար, անգամ հանած քանակը նույնիսկ եղանակ կա, հետաքրքիր շաքար հալեցնելով եւ այլն, ներքուս բարմենները գիտեն։ Ճիշտ ասած, շատ ցուրտ կարծիք կա, թե սամբուկան, թե աբսենտը խմելու են, որ վառում են բան sense, իրականում դա չեն անում տենց, գոյություն ունի աբսենտի համար հատուկ նախատեսված sense գեղեցիկ ոտիկով բաժակ, կթալ գոյություն ունի, sense մետաղական հա դնում են ու մեկ հատ շաքարի ոնց որ հատիկ խորանարդիկ են դնում այդ բանի վրա, կթալի վրա, որ տենց անցքեր ունի հալացնում է եւ գոյություն ունի սպիտակ sense թափանցիկ sense
կրանիկներով փոքր մի հատ տարա, որի մեջ կա ջուր անանուխով։ Թարմ անանուխ են գցում, ջուր եւ սառույց։ Եվ կամած բացում են այդ շաքարի վրա եւ սկսում է շաքարը հալվել։ Առհասարակ աբսենտը խմում են ջրով։ Ինքը որպես ապերիտիվ են խմում։ Ինչպես նաև պաստիսները ավելացնում են ջուր, հետո սառույց։ Այդ կատնային երանգը։ Կատնային երանգը ստանում են ջուրը, երբ որ խառնվում է աբսենտի կամ ինչ-որ մի հատ պաստիսի հետ։ Հասկացա։ Եւ իրան խմում են մեկին, ասենք, այդ արդեն ոնց որ արդեն գալիս է մարդու քիմքից մեկին։ Դրանք անիսի, չէ, հիմքի վրա պատրաստված ըմպելիքներ են, այդ ոչ միայն անիս, բայց սա Կանոնների մասին կան ներողություն ցանկեր, որտեղ որ շատ անհեթեթ անվանումներ են լինում կոկտեյլների։ Բաղադրությունն էլ է այդպես անհասկանալի, թե պարզապես զավեշտի համար, զվարճանքի համար անուններ են դնում։ Հիմա այդպես ճիշտ ասած, երբ որ մենք կոկտեյլներ ենք պատրաստում, անունները շատ դժվար են ճիշտ ընտրել, բայց վերցնում ես ինչ-որ մի ուղղվածություն, մի հատ թեմա ես վերցնում, եւ այդ թեմայի շուրջ սկսում ես կառուցել քո կոկտեյլը կամ կոկտեյլային մենյուն։ Ինչ կապ ունի անունը բաղադրության հետ։ Կարող է բաղադրության հետ կապ չունենա, բայց ամեն կոկտեյլ ունենում է ոնց որ իր փոքրիկ պատմություն, storytelling են ասում։ Անվանումը գալիս է արդեն ոնց որ այդ storytelling-ից, թե ինչի է անունը ասենց եւ ինչ են օգտագործել, կախված թեմայից, օրինակ կարող է, չգիտեմ, որոշես այս ամիս մի հատ նոր կոկտեյլ մենյու անես, նվիրես Hemingway-ին, եւ վերցնես, ասենք 5 Hemingway-ի գրած բաները, ինչ որ վերնագրերը հայտնի եւ ոչ կամ ոչ հայտնի եւ ծերունին եւ ծովը կոկտեյլը եւ ծովը, այո։ Եվ այդ անվան սկսում ես պատրաստել, թե ինչ ասոցիացիաներ կա, օրինակ Ես պատկերացրեցի կապույտ կոկտեյլ եւ Black Russian, White Russian, կան Sex on the Beach, հարյուրավոր եթե խորանաց ինչ-որ բան ապրում գոչվում ժանգոտված մեղ։ Անցավ դուք ստեղծել եք նոր կոկտեյլ եւ նրա անվանումը։ Իհարկե։ Ունենք շատ կոկտեյլներ ունեմ, չգիտեմ դաշը որ մեկն ասեմ։ Ամենաօրիգինալը։ Ես կոնկուրսում մասնակցում էի Ararat Craft and Twist մրցույթ կար, վերջի կոկտեյլիս անունը Ararat Tour էր։ Ոնց որ Ararat Tour բառը միացրել էի իրար եւ իմ կոկտեյլի միջոցով փորձում էի Ararat տուր անցկացնել, այսինքն բարի կանգնակի մոտ եղած մարդկանց էքսկուրսիա է անում Արարատի մասին, թվականներ, այնտեղ բաժակ, դեկոր, ամեն ինչ կապված էր հենց Արարատի հետ։ Դավիթ, իսկ այդ մրցույթներում ամենամյա կամ միջազգային են լինում նույնիսկ ինչն է առարկան մրցելու որպես կանոն բարմենների շեյքեր օգտագործելը, միքսեր, չգիտեմ, ինչն է գնահատվում։ Հմտությունը մեկը մյուսի հետ ճիշտ խառնել, ալկոհոլը, ստանալ ինչ-որ օրիգինալ լուծույթ, ուզում եմ հասկանալ ինչ առարկաներով հանդես գալիս եւ մրցման էությունը ինչն է, այսինքն ով է հաղթում ի վերջո, ով ավելի լավ ձեռքի շնորհք ունի, ով ավելի լավ քիմք ունի, մի խոսքով հետաքրքիր կլինի իմանալ։ Տեսեք, ամեն տարի անցկացվում է WCC մրցույթը, World Cocktail Competition-ը, որը որ կազմակերպում է միջազգային բարմենների ասոցիացիան։ Նաև սկսել են վերջերս վերջի մեկ անցած տարի ինչքան հիշում եմ առաջիններ, տոլի երկրորդներ Եվրոպայի մրցույթ են նաև առաջնություն, հա, դելի կազմակերպում է բարմենների միջազգային ասոցիացիան։ Ոնց որ ժիրիբովկա է լինում եւ միջականություն են անում։ Ինչեւ մրցույթը, այսինքն նախապես իմանում են այս ամսի 29-ին Հայաստանում կանցկացվի WCC, այսինքն World Cocktail Competition-ի նախընտրական փուլը, թե ով է մասնակցելու Հայաստանից միջազգային
մրցույթին։ Մեծ է մրցակցությունը։ Բավականին։ Եթե հաղթողը մեկն է 10 հոգի մասնակից լինի կամ 15-20, այդ արդեն 1-ին 10 կամ 1-ին 20-ը լինի։ Հա, բավականին հետաքրքիր է մրցույթը անցնում։ Ես դե արդեն էլ ոնց որ չեմ մասնակցում, շատ ժամանակ ես որպես ժյուրի եմ հանդես գալի, իսկ մինչև ստեղ նախընտրական փուլը ժրիբովկայում ոնց որ ընտրվում է կատեգորիան, թե որ կատեգորիայում ես դու մասնակցում եւ մի շարք երկրներ, օրինակ, չգիտեմ, sparkling cocktail պետք է պատրաստես կամ after dinner դասակարգման կամ before dinner, ստեղ այդ կոնկուրսը անցկացվում է արդեն այդ թեմայով։ Միջև ճաշից հետո գազավորված ըմպելիք, ինչ որ հատենց։ Այնտեղ արդեն դու մասնակցելու ես այդ կատեգորիայում։ Եվ ունենալու ես բնականաբար ինչ-որ խմիչքներ, ցանկ կա, հավանաբար այնտեղ հովանավորչական եւ ամեն տարի փոխվում են կանոնները, ինչ-որ homemade ingredient կարող ես օգտագործել, թե չես կարող, ինչ կարող ես հետդ բերել, ինչ չես կարող։ Բայց հիմա մի քիչ շատ բարդացել, որովհետեւ մի քանի էտապով են անցնում բաները, մրցույթը մի քանի էտապով անցնում։ Այդ տարվա լավագույն բարմենը իմացությունը, հա, անգլերենի իմացությունը շատ արտադիր է արդեն, որովհետեւ մի հատ նոր մրցույթ են այնտեղ հայտարարել, որ ցանկ են տալիս հարցերի, դու շատ ժամանակ չունես, երևի երեկոյան տալիս են առավոտյան քո մրցույթն է ու դու հարցերին պետք է պատասխանես, ավելի շատ անգլերենի իմացությունն է, պետք է անգլերենի տիրապետելն է, շատ ավելի կարևոր, որ հասկանաս հարցը, որտեվ շատ հասարակ հարցեր են, բայց անգլերենի իմացությունը շատ կարևոր է։ Գնահատվում է, կա ես 2 տարի առաջ Հայաստանը հաղթեց թիմով, լավագույն տարվա թիմ մրցանակը, այդ sense մի հատ գեղեցիկ, մի հատ աման է, արծաթագույն կամ արծաթից, ու վրան ամեն տարվա հաղթողի ոնց որ sense մի հատ մետաղական բան են կպցնում իրենց երկրի տարեթվով, ինքը մի տարի ոնց որ մեր մոտ բարմենների ասոցիացիայում դրված էր, մյուս տարի որ գնացին մրցույթի, այդ վերցրեցին տարան, որ այնտեղ արդեն պետքա հանձնվեր մյուս երկրին, որ կհաղթեր։ Բավականին լավ տեղեր ենք մենք զբաղեցնում միջազգային հարթակում, ասեմ ձեզ, եւ բառային կուլտուրան Հայաստանում շատ ավելի զարգացած է, քան շատերին թվում է։ Դավիթ, ասացիք ժյուրիի անդամ եք լինում, սա խոսում է ձեր վարպետության մասին, իսկ հետաքրքիր է աշակերտներ ունեք եւ արդյոք մինչև վերջ բացում եք գաղտնիքները, թե ինչ-որ բաներ կա, որ մնում է ձերը հեղինակայինը եւ այսպես ձեր ձեռագիրն է, այդ չեք բացի ոչ մի աշակերտի։ Չէ, չկա տենց ման, որովհետեւ նայեք երբ որ ես նոր սկսում էի, ես միշտ ասում եմ, շատ կարևոր է ցանկացած գործում, բայց այս մասնագիտությունում ինձ թվում է առավել եւս լավ նաստավնիկ ունենալը, ուսուցիչ, հա, գուրու, որը որ ես չեմ ունեցել, ես մի տեսակ տենց ինչ որ եղել են մարդիկ ում հետ որ շփվել ենք բան, բայց տենց որ ինքը լինի, ես իր հետ 0-ից աճեմ չի եղել, որը որ շատ վատ է, այսինքն ես միշտ զգացել եմ այդ բանի պակասը, հա։ Հիմա երբ որ թիմ ենք հավաքում, օգնականներ բան գալիս են, կան մարդիկ, ովքեր որ պոտենցիալ զգում ես, որ ինքը լավ պոտենցիալ ունի, խելացի է, կիրթ է, դաստիարակված է, համբերատար է, որովհետև այս գործը միանգամից չի նավակներ կան, որ չեք կարող։ Շատ նույնություն իսկ սովորեցնում եք, որ սա աշխատանք է եւ միանշանակ փորձել, համտեսել ամեն վարքյան չի կարելի։ Լավ աշխատանք, ինձ թվում է ամենալավ ինքը մասնագիտությունն է, նախ առաջ, որովհետև ժամանակին, երբ որ նոր էի սկսում, ոնց ասում են, դե լավ, բայց ինքը լուրջ մասնագիտություն է, հիմա տեխնիկան շատ զարգացել է, շատ տեխնիկա ենք օգտագործում, որին պետքա սովորել, ինչու՞ չէ նաև եթե ունենաս քիմիական թեքուփով ինչ-որ գիտելիքներ շատ ավելի լավ կլինի։ Ես նկատի ունեի գայթակղությունը ամեն ինչ չփորձելու եւ արդյունքում արդեն կարծես աշխատանքի ավարտին
Այսպես է իմանում համև է թե չէ։ Դե իհարկե փորձում են, չէ, գործից մի քիչ ինչ որ հատ պահ գալիս, որ արդեն մոտավորապես գիտես ինչ ոնց պետք է լինի, շատ փորձում են մի փոքր կարող է հա այդպես զողիկով փորձում են բան առհասարակ կա ինչ որ նորմեր թույլատրելի եւ անթույլատրելի առհասարակ գործի ընթացքում չենք խմում մենք օրինակի համար մենյուն պատրաստում ենք հա մինչև այդ արդեն ոնց որ դարաբոդկե քանում ենք վերջնական հասկանում ենք որ բաղադրիչը ինչ չափաբաժնով է պետք այդ չափաբաժնով արդեն ես սկսում ենք պատրաստել այսինքն մենք ամեն օր գիտենք ստաբիլ մենք ինչ ինգրեդիենտ բաղադրիչ ենք օգտագործում որը ինչ համ ունի եւ պատրաստելուց աշխատանքի հենց բուն ընթացքում էլ իմաստ չունի փորձես որտեվ նախապես արդեն այդ ամեն ինչը փորձում են բերում են ինչ որ բալանսի քաղցրի եւ թթվի ալկոհոլի բալանսի եւ Դավիթ մենք շատ լավ գիտենք ինչն է մեզ նյարդայնացնում որպես այցելուներ բարմենի մեջ օրինակ ամփույթ տեսքը, չգիտեմ, դանդաղագործությունը եւ այլն։ Նյարդայնացնում է։ Իսկ ինչ է նյարդայնացնում բարմեններին։ Այդ պատմեցվես ինչ է նյարդայնացնում։ Բարմեններին, այսինքն նյարդայնացնում անհամբեր հյուրերը։ Հյուրերից դանդաղությունը բարմենի իսկ բարմենի շտապողությունը։ Երևույթները շատ տարբեր կարան լինեն։ Հա, բայց այնուամենայնիվ մի քանի բան որ նյարդայնացնում է բարմենին։ Օրինակ որ մտնում են երևի կանգնակի եշը։ Կան հյուրեր ովքեր որ գալիս են եւ ինչ որ բարի վրա ունես գործիքներ, օրինակ եմ վերցնում սկսում են խաղալ, չգիտեմ։ Բայց զսպանակը սկսում են քաշել, այդ վերցնում ես նորից լվանում ես, ժպտում ես, չորացնում ես, նորից դնում ես իր տեղը, անցնում է ինչ որ մի ժամանակ, նորից մի հատ հյուրը վերցնում, նորից ասում ես ես ձեր համակարգիչը չեմ գալի, չէ՞, ընտրանում ամտատ։ Որ խնդրում եմ մի արեք կամ ինչ որ տենց բաներ կան, հյուրեր կան, որ գալիս են ու տենց գիտեք մի հատ sense բան կա հյուրերին մեկ թվում է որ իրանք շատ ավելի բարձր են քան թե բարմենը ու այդ դիրքից են։ Դե փոխտվողը ես եմ իբր դու գործ անես, հա, այդ վարձունքից է նայում փոխտվողը։ Ինքը վճարում է իր խմիչքի համար եւ որ դու սպասարկում ես իրեն։ Այսինքն որպես մարդ դու շատ հավասար դիրքերում եք։ Օրինակ դա կարող է ձեզ հավասարակշռությունից անել նման վերաբերմունքը, թե հավասարակ պետք է հավասարակշռությունից դուրս գալ։ Բայց հենց խնդիրը նրանում է որ պետք է կարողանաս հյուրին բերել քո դաշտ, ստեղծել իր կոմֆորտը։ Մտերմիկ, հա, friendly միջավայր։ Մարդնել ոնց որ կարող է տենց ինքն էլ մտափոխվի, հասկանա որ չէ, все-таки այդքան էլ ճիշտ չէ կամ շատ մարդիկ շատ փոխվել են այս ընթացքում, բառերում այսինքն ժամանակին երբ որ իրանք մտնում էին եւ իրանց թվում էր որ աշխարհն իրանցնա հիմա էլ կարա թվա որ աշխարհն իրանցնա բայց իրանք արդեն ուրիշ ձև են սկսել վերաբերվել սպասարկող անձնակազմին Մոտեցանք շատ հետաքրքիր թեմայի նախ երևի բարմենին կարող են նյարդայնացնել եթե ասենք չգիտեմ օբյեկտի կամ տարածքում ինչ-որ երաժշտություն իր սրտով չէ չէ ամբողջովին այնտեղ ես ես ինչ որ բան որը քո սրտով չէ բայց դա ֆորմատն է տարածքի չէ մի հատ պահ է գալիս այսինքն անցնում է կա կարծիք թյուր կարծիք չգիտեմ կօգնես մեզ կողմնորոշել ասում են կոկտեյլները աղջիկների համար են կան չէ տղեկ ասում են մեզ մի հատ միշիշ մի հատ լավ խմիչ մեր աղջիկներն են կոկտեյլներ էլի այդպես չէ այդպես իվիջայլոց իբր կոկտեյլները դե կանանց բան է թույլ են որպես կանոն չէ ընդհանուր համագումարում քանակը սպիրտի պարունակության լրացուցիչ համեղ բաներ են ավելացնում հյութեր, մրգեր, չգիտեմ տարբեր բաներ, դե նախընտրում ասում են դե աղջիկների ինչ կասես որպես բարմեն, հա Դավիթ։ Ինձ թվում է կոկտեյլը սերջ ունի։ Հա, որովհետև կոկտեյլը դա նոր համեր բացահայտելու համար է։ Այսինքն մեզ նոր ծանոթ ինչ որ ալկոհոլային խմիչք, հա, օրինակի համար մենք կոնյակի հիմքով կոկտեյլ ենք պատրաստում, մարդիկ ասում են որ տենց սկզբից բան էր, բոլորիս համար խորթ էր ոնց կոնյակով կոկտեյլ բան, բայց
նույն ալկոհոլային խմիչքն է ինքն էլ, որը ունի շատ լավ համ, բույր, ինչու՞ չէ նաև կարելի է պատրաստել։ Եվ միանշանակ վստահեցնում եմ, որ կոկտեյլը չունի սեռ։ Տղամարդը եկել է եւ չի ուզում շատ թունդ ալկոհոլ օգտագործի, կամ ուզում է նոր համ ինչ-որ հետաքրքիր, որտեվ հիմա շատ տարբեր համեր են։ Շատ տարբեր իդեաներ կա, որոնք որ կյանքի են կոչվում, բարերում, նոր համեր կան, նոր ըմպելիքներ ստեղծել բացարձակ տեսականի մեջ հետաքրքիր մատուցմամբ, որ նայում ես գավաթը, խմիչքը խմում ես, հասկանում ես, որ որոնց անհատապես բոլոր համերը կարող է դու ուրիշ տեղով ինչ որ ձև օգտագործել ես, բայց միախառնված լրիվ ուրիշ բան է դառնում։ Ասեմ, որ շատ տղամարդիկ կոկտեյլներ են խմում ու շատ է, արդեն չկա այդ բանը բաժանարարը, որ սա կանացի կոկտեյլ է, սա տղամարդկանց համար նախատեսված կոկտեյլը բոլորի համար են, բոլոր համերի, բայց կա մի հատ այդ ներվայնացնող բաներից մեկը, որ օրինակի համար գալիս են դայքիրի կամ բան, ինչ որ կոկտեյլ են ուզում, որը որ իր նախատեսված բաժակ ունի, հա, ոդկով, կոկտեյլի բաժակ, ասում են, բայց բանով, old fashion-ով, սառույցով դու տղոտ բաժակով խմենք։ Այսինքն ես խնդիր չէ, բայց այդտեղ կարևոր է շերտերը չպետք է խառնվեն այնտեղ։ Չէ, շերտը ոչ մի շեյք արած կոկտեյլ է, ուղղակի կոկտեյլի բաժակի մեջ է լցվում։ Չէ, բայց լինում չէ, որ շերտավոր կոկտեյլներ են, շերտավոր առհասարակ ոնց էլ այդ մոդան անցել է, այդ վառողները, որ այսպես կողքից կամած, տարբեր խտություն ունեցող ալկոհոլային ըմպելիքները մի սիրուն էր, ինչ խոսքում։ Դավիթ, իսկ տանը հավես ունենում եք պատրաստելու ձեզ կամ ձեր ընտանիքի անդամների համար։ Մեկ առիթ լինում է, բայց առհասարակ չէ։ Առհասարակ տանը։ Եք աշխատանքի վայրում պատրաստելուց։ Ոնց որ բոլորը օրվա ընթացքում բնականաբար մտավոր եւ ֆիզիկական աշխատանք է կատարում, հոգնածություն լինում է, բայց շատ ժամանակ տանը ժամանակ էլ չի լինում, որ ինչ-որ բան պատրաստենք, բայց ես տունում ունեմ խմիչքներ, գործիքներ, բան եղած հարկ եղած ժամանակ, հա, ասենք, տենց տանը հիմնականում ինչ-որ easy mix է պատրաստում, gin tonic, հա, easy mix-երից որ ասացիք, օրինակ ասացիք, որ կոկտեյլներ սեր չունեն, ես հիշեցի, որ լավ տղեկից մեկը կինոյի, Ջեյմս Բոնդը։ Մարտինի էր խմում։ Մարտինի ոդկա, չխառնած, չէ։ Չխառնած, հա։ Հենց ամբողջ խնդիրը դրանում է, որ Ջեյմս Բոնդը խմում էր dry martini կոկտեյլը, որը պատրաստվում է եւ ոդկայի հիմքով եւ ջինի հիմքով։ Այսինքն մարդը երբ որ պատմում է, որ ասում են մարտինի ոդկա մարտինի կամ մարտինի ոդկա, դա նշանակում է ինքը dry martini կոկտեյլն է ուզում ոդկայով կամ dry martini-ին ջինով է ուզում, այդ պետք է ոնց որ հյուրից ճշտել։ Հա, ուզում ասում տղաներն էլ են։ Եվ հիմա շատերը գալիս են բար, աղջիկներ եւ ոչ միայն պատվիրում են վերմուտ Մարտինին, ասում են ինձ լցրեք կոկտեյլի բաժակի մեջ սառույցով, սեյթունով, ապերիտիվային, հա։ Բացատրում ես, որ ախր դա կոկտեյլի մասին էր այդ կինոն, ուղղակի ոնց որ համընկել է անունները եւ սա վերմուտը խմում են ուրիշ բաժակով, սառույցով, կախված վերմուտի տեսակից։ Այդ բաժակների թեման էլ շատ հետաքրքիր է, հա, կոկտեյլը կոկտեյլ, բայց նպատակն ունի, նշանակություն ունի, հա։ Եվ չի կարելի մեկը մյուս, ասենք, դե ինչ որ տարա է, ինչ կապ ունի, ինչի մեջ ես լցնում, չէ, այդպես չի։ Չէ, կախված կոկտեյլի կատեգորիայից ոնց որ լցվում է մատուցվում է եւ դիզայնը։ Հա։ Կա հայտնի գիրք բարձվում է, կոչվում է Բիբլիա բարմենը, բարմենի ասած մի քիչ բառը 5 հատոր։ Ես ինքերոտ ունեմ։ Այսինքն ձեռնարկ է, լուրջ ձեռնարկ, որով կարելի է սովորել մասնագիտական ներդրումները բոլոր, հա, ճիշտ եմ հասկանում։ Կամ ինչ մեջ է։ Բայց մեր գրքով հնարավոր է արդյոք։ Ոչ մի մասնագիտություն հնարավոր չի մենակ թեորիայով։ Եթե դու ունես լավ թեորիա որպես բազա, առանց փորձ այդ թեորիան հավասար է 0-ի։ Ինչը որ նաև հակառակը, այսինքն իսկ տեսանյութերով հնարավոր է սովորել բարմենի գործը։ Հիմա արդեն ամեն ինչ կա, բայց փորձ է պետք։ Այսինքն դու տեսանյութով տեսար, բայց երբ որ գնաս կանգնես բարի կանգնակի հետևում,
չնայած մարդկանց մեջ կա թյուր կարծիք ասում դե ինչ է գալիս եք ուրախ զվարթ բան sense ձեր համար ուրախանում եք բան երգում ապարում բան sense կոկտեյլներ եք սարքում գնում եք բայց իրենք չգիտեն ինչ ահռելի աշխատանք կա մինչև այն պահը երբ որ դռները բացվում եւ հյուրերը կարողանում են գալ ներս հա իհարկե այնտեղ պետք է ահռելի մեծ աշխատանք է տարվում ընդունում հանձնում բարի որովհետեւ ըմպելիքները հաշված են գրամ դե ամենը չի թիմը ման աշխատում է ամսավերջ հաշվարկ են անում բայց նախապատրաստել բառը ունենալ ապրանքներ ստանալ ինչ որ գնումներ շուկայից բերել տեղավորել դասավորել չգիտեմ հյութերը քամել շշալցնել այդ ամեն ինչը պետքա պահպանել մաքրություն բան ամեն ահռելի մի հատ աշխատանք է մարդկանց թվում է որ տենց գամ կանեմ եւ շատերը ֆիքսել են ֆլեյրինգի վրա դա երբ որ մարդիկ կան որ գալիս են ու սկսում են աշխատել ու հասկանում են թե ինչքան ծանր աշխատանք է Այն որ դեռ չի բացվել հաստատությունը դու մի տեսակ ասում ես արդեն ոնց որ հոգնել ենք հետո սկսում եք աշխատել բնականաբար այդ չես նկատում մեկ էլ վերջում ես հասկանում որ չէ շատ հոգնած ենք անվանումներից այսօր շատ խոսեցինք եւ ես որպես գուցե զավեշտ ասեմ որ հանկարծ չպետք է շփոթել կոկտեյլների անվանման մեջ կոկտեյլ մոլոտովը որովհետև դա նապայքուցիկ է եւ շատ վտանգավոր։ Մենք ժամանակ գրեթե չունենք, բայց մի բան էլ անդրադառնանք կաց, Դավիթ, վերջերս մի հարցազրույց էի նայում, տեսակցությունը անվանաբար նոր չէր, Ստուդիո 54 կար, հայտնի լեգենդար ակումբներից մեկն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ որ աստղերն էին հավաքվում շատ մի խոսքով կուլտային տեղերից մեկի բարմենը, որ շատ բան է տեսել իր կյանքում, ասում է, գիտեք, մեր ժամանակներում ըմպելիքները քիչ էին բարմենները յուրաքանչյուրը անհատականություն էր հիմա ամեն ինչ կա տեսնում ես բարերի ինչ ընտրանի կա իսկապես գունավոր շշեր դիզայն արած այնպիսի բազմություն բարեր կան տեսնում ես այնտեղ առնվազն 4-500 շիշ է տեղադրված եւ ապշում ես ուղղակի մենք էլ Երևանում բարեր ունենք բայց բարմենի այսպես անդեմ ինչ որ մի անձնավորություն կարող է լինել իսկ հին ժամանակներում ասում եմ մենք այսպես սմոքինգներով բաբճկաներով աշխատում էինք եւ մարդիկ իրկնային զգեստներով գալիս էին բառ այդպիսի տեղ էլի ամեն մարդու բան չէր այսինքն կար միշտ ինչ որ մի որոշակի վիճակ մթնոլորտ կամ ապրելակերպի նշաններ որոնք որ այսպես ասոցիացվում էին բառի հետ այդպիսին հիմա դե բառը դարձել է այդպիսի տեղ որ մարդիկ ուղակի ով ուզում է կարող է գալ խմել ինչ է Քո պատկերացմամբ ինչն է փոխվել այդ համեմատության մեջ պայմանական 60-ականներ եւ հիմա օրինակ այդ մոտ 50 տարվա ընթացքում ֆիլմերում տեսել եք դա բարմենը մի քիչ տարիքով սպիտակահեր չէ այդպես ձիգ խնամված սափրված այդպես մարդ է ձիգ որը որ նույնիսկ ձեռնոցներով են հաճախ աշխատում եւ այլն եւ հիմա արդեն տեսնում ես ինչ որ այսպես ստատուներով բաներով այդպես ինչ որ մարդ է հաճախ աղջիկներ մի խոսքով տենց գիտեք ոնց որ մի քիչ այն ժամանակվա ապրելակերպը ու աշխարհը փոխվել է երբ որ նայեք այն ժամանակվա կյանքի կենցաղը չէ բայց առհասարակ մոլորակին որ նայեք հա այն հնարավորությունները շատ ավելի քիչ էին, քան հիմա։ Հիմա ամեն ինչ կա եւ շատ։ Իսկ այն ժամանակ չկար, այն ժամանակ կար խնդիր ինչ որ մի հատ փոքր բանից մեծ բան ստեղծել, իսկ հիմա կա շատ բան։ Այդ մեծությունը արդեն ոնց որ սկսել է փոքրանալ, հա։ Բարմենները այն ժամանակ տենց կուլ տվի դեմքեր են եղել։ Իրանք մարդիկ եղել են օրինակ առաջի բարմեններից մեկը Ջերի Թոմասը, որ գիրք է գրել ինքը շատ հայտնի մարդ է եղել թագուհիները բաները Իսպանիայից գնացել են Ամերիկա որպեսզի իր այդ նկարվեն բան ինքը կոկտեյլներ ունի պատրաստած որ մինչև այսօր ակտուալ են չգիտեմ Mint Julep Blue Blazer-ը որ գրակներով բան այդ իր հորինած կոկտեյլներն են որոնք որ այսօր գոյություն ունեն բայց ես 52-ն եմ շատ շնորհակալություն շատ շնորհակալություն եկա մեզ մոտ օրվա սկզբին եւ կարծում եմ օրվա շարունակությունում
դեռ շատ բան ունես անելու, քեզ լավոր ենք ցանկանում այսօր ինչ որ կարծում եմ պրոֆեսիոնալ մասնագիտական տոն չէ, բարմենի օրը չէ, բայց փետրվարի 24-ին միջազգային կարծում արիթը բաց չեք տոնի այդ բյուսի շնորհավորելու հարգելի ռադիոլսողներ մեր հյուրն էր Դավիթ Հովհաննիսյանը անվանի բարմեն ես վստահ եմ տիտրոսներ էլ ունես չէ հաղթել ես այս դիժբրսումներում տարբեր մի շարք կոկտեյլների հեղինակ եւ առասարակ մարդ ով մեծ փորձ ունի ասպարեզում քեզ հաջողություն ենք ցանկանում քիչ նյարդայնանաս եւ քիչ տեսնես շարքից դուրս եկած մարդկանց այդպես ճիշտ բան Մոմովատվեց за тех кого напали շատ լավ փոքրիկ իշխանիկ դա тех кого приручили շնորհակալություն շատ Դավիթ